Իշխանությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայությունը 6 ամսով կրճատելու նախագիծ։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը մեծ զրույցում ներկայացրեց այս փոփոխության իրական մարտահրավերները։ Հիմնավորումը տանք կառավարությունը, մասնապես պաշտպանության նախարարությունը հիմնավորում է, որ դա 2021-26 թվականների իշխող կուսակցության ծրագրում է եղել եւ իրենք իրականացնում են այդ ծրագիրը։ Երկրորդ ժամկետի կրճատումը հնարավորություն կտա պայմանագրային զինծառայողների քանակի ավելացմանը։ Այս երկու հիմնավորումն է։ Ես կարծում եմ երկու հիմնավորումն էլ իրականությունից զուրկ է, ինչու՞։ Սովորաբար ծառայության ժամկետը չի որոշում, թե կառավարության ծրագրում նշված եւ իրենք կյանքի են կոչում։ Սա երկրի պաշտպաննակությանը վերաբերվում, իսկ պաշտպաննակության ժամանակ գնահատվում են մարտահրավերները եւ սպառնալիքները եւ ըստ այդմ ծառայության ժամկետը որոշում է որքան կարող է լինել, հա։ Ես մեկ զուգահեռ բերեմ, որովհետեւ մեզ լսողների համար ընկալելի պարզ լինի։ Օրինակ 1948 թվականին, երբ ստեղծվեց Իսրայել պետությունը, եւ որը շրջափակված էր ոչ բարեկամ կամ ճշնամի պետություններով, ծառայությունը Իսրայելի պաշտպանության բանակի ցախալի ըստ արկա իրավիճակի մարտահրավերների սպառնալիքների որոշվեց արական սեռը 8 տարի, իգական սեռը 6 տարի։ Այսինքն տարիները որոշում է, թե քո երկրի պաշտպաննակությունը ապահովելու համար քո անձնակազմի թվաքանակը կարող է բավականացնել, թե չէ։ Հիմա նայենք ըստ այդ կրճատման ենթադրում է, որ այսպես ասած խաղաղության դարաշրջան ենք մտնում։ Բայց եթե նաև գնահատենք մեր ոչ բարեկամ երկրի Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, ապա նրանց սպառազինության ավելացումը, անձնակազմի թվաքանակի ավելացումը, զորավարությունների թվաքանակի ավելացումը այնուամենայնիվ Ադրբեջանը խաղաղություն չի պատրաստվում։ Այսինքն գոնե նվազագույնը ես մեկ մարտահրավեր եմ բերում, որին դիմագրավելու համար ոչ թե ծառայության ժամկետը պետք է կրճատել, այլ ավելացնել։ Բայց այս նախագծին նախորդել էր մեկ այլ նախագիծ, որը ձախողվեց։ Իդեպ գումարով բանակից ազատվելը, եթե հիշում եք, որը հանրային շրջանում, փորձագիտական շրջանակներում վական լուրջ մեղմ ասած դժգոհության առիթ տվեց, հիմնավոր փաստարկելով, որ պատերազմող երկրում, իսկ մենք պատերազմող երկիր ենք, գոնե ըստ օրվա ռեժիմի պարագլխի, որ ասում է պետք է կնքեն խաղաղության պայմանագիր։ Ուրեմն մենք պատերազմի մեջ ենք, չէ՞, եթե խաղաղության պայմանագիր ենք ցեկտում կնքել։ Դե եթե մենք պատերազմի մեջ ենք, իսկ հակառակորդը զինվում է, ավելացնելով եւ անձնակազմի եւ զինվածության քանակը եւ մարտունակության բարձրացումը, ուրեմն դու դրան համարժեք պետք է որոշես, թե որքան լինի ծառայության ժամկետը։ Նախ պատերազմում երկում գումարով ազատվելը դա ուղղակիորեն հարվածում է բանակի անձնակազմի բարեհոգեբանական վիճակի վրա։ Այսինքն մարտական ոգին բավականին ցածր է, որովհետև եթե չունևոր խավը տեսնում է, որ ունևորը կարող է բանակից ազատվել, այդ դեպքում հարց առաջանում, ինչու չունևորի զավակը պետք է ծառայի։ Այնպես որ այս 6 ամիս պակասացնելը իրականում դա մեծ քաղաքականության մի էլեմենտ է։ Այս քաղաքականությունը ես գնահատում եմ այդպես բանակի լուծարում։ Լուծարման երկու ճանապարհ կա ինստիտուտի, ասենք բանակը որպես ինստիտուտ։ Ինչպես արեց 2018 թվականին օրվա ռեժիմի պարագլուխը 3 նախարարություն երբ փակեց, եթե հիշում եք գյուղնախարարություն, սփյուռք եւ մշակույթ։ Կա աշճանաբար այդ ինստիտուտի լուծարման գործընթաց։ Հիմա նաեւ արձանագրենք, որ բանակի կարիքների համար բյուջեից հատկացվող գումարները պակասեցվում են։ Եթե դառնել գումարենք, որ ծառայության ժամկետն է պակասում, ապա սա ում է պետք։ Իհարկե մեր ոչ բարեկամ երկրին կամ ճշտամի Ադրբեջանի։ Ուրեմն այստեղից հարց է առաջանում, նման ծրագիր ոչ թե նրա համար է, որ պայմանագրային զինծառայողների թվաքանակը ավելացվի։ Ընդ որում պայմանագրային զինծառայության պետք է անցնեն անձինք, ովքեր բանակում ծառայել են։ Շարքային մարդու համար շատ դժվար է միանգամից դառնալ պայմանագրային զինծառայող։ Գոնե նվազագույնը դա 2 տարի ծառայության փորձառություն չէ պետք է ունենա։ Հիմա սա առաջին, երկրորդ, ինչու են մարդիկ գնում պայմանագրային ծառայության։ Հա, օրինակ իրենք հիմնավորում են, որ դա հնարավորություն կտա ծախսերը կրճատել 6 ամիս ժամկետային զինծառայողների վրա ծախսերի շնորհիվ ավելացնել պայմանագրային զինծառայողների թվաքանակը։ Երկրորդ պայմանը, որով պայմանագրային մարդը կցանկանա զինծառայության անցնել, դա սոցիալական փաթեթն է, այսինքն նյութականն է։ Բարձր դրամական բավարարում կամ աշխատավարձ,
ընտանիքի սոցիալական ապահովության լուրջ փաթեթ, որ նշանակում է եւ առողջապահություն, եւ կրթություն, եւ բնակարանային կարիքների հոգում։ Հիմական նման փաթեթ, որտեղ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ժամանակին ծառայել է բանակում, ասենք որպես ժամկետային զինծառայող, եւ տեսնում է, որ շահեկան պայմաններ կան, որտեղ ինքը կարող է պայմանագրային ծառայության անցնել իր մոտիվացիան ունենալով առաջնորդի նյութականը։ Չկա նման փաթեթ։ Փոխարենը հակառակ փաթեթ կա։ Սահմանում ծառայություն իրականացնող եւ պայմանագրային ծառայողները եւ սպայակազմը աշխատավարձը անհամեմատ ավելի քիչ է, քան օրինակ ոստիկանական համակարգում ծառայող ոստիկաններին։ Այդ բարեփոխում բառը բերանի մաստակ է դարձել։ Ինչ է նշանակում բարեփոխում։ Բարեփոխումով չի, որ նորից եմ ասում, պաշտպաննակությունը գնահատվում է քո երկրի առջև ծառացած մարտահրավերներով, անվտանգային եւ սպառնալիքներով։ Դա բարեփոխումով չի լինում։ Իր բոլոր բարեփոխումները 18 թվականից, եթե հանրագումարային գնահատում է, չարեփոխումներ ա եղել։ Այսինքն ցանկացած որոշում վերջնարդյունքում ոչ թե արդյունք ա տվել, այլ հետևանք։ Հիմա որից է դրական, իրենց համար կա դրական, իդեպ սա նաև հնարք է, կարծում եմ միգուցե արտահերթ խորհրդարական ընտրությունների նախաշեմին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ասել, որ ձեր զավակները այդքան երկար չեն ծառայի։ Ընդամենը։ Նահապետյանը կարծում է, որ այս փոփոխությունը ոչ միայն կապված է 2026-ի ընտրությունների հետ, այլ նաև Ադրբեջանի հերթական պահանջներից մեկն է։ Առավելս, որ եթե այս իրավական ակտը փոփոխության կատարելուց հետո ուժի մեջ է մտնում մյուս տարի հունիս 1-ից։ Իսկ սա ընտրությունների, չէ, հերթական ընտրությունների նախաշեմ է։ Ես կարծում եմ, այո, դրա հետ կապված է, ուղղակիորեն կապված է, բայց նաև չեմ բացառում, որ սա Ադրբեջանի նախագահի պահանջներից մեկն է։ Ընդ որում, եթե Ադրբեջանի նախագահի պահանջները օրվա ռեժիմը Հայաստանի աշճանաբար է կայացնում, որպեսզի լուրջ ներքին ցնցում ներքաղաքական իրավիճակում չառաջացնեն, հա, ինքը աշճանաբար է անում։ Իդեպ Միջանցկի հետ կապված առ այսօր Փաշինյանը ինչ է հիմնավորում, որ դա Միջանցք չի։ Ակնհայտ է, չէ՞ որ ստում է։ Երբ որ իրեն ուղղակի հարց են տալիս, որ դա եթե Միջանցք է, ապա Հայաստանի Հանրապետության սահմանապատ ծառայությունը եւ Մաքսյանը գործառույթ չեն իրականացնում։ Նա ասում է գործառույթ իրականացնելու են, հարց են տալիս։ Մեր սահմանապահը անձնագրի մեջ Ադրբեջանից Նախիջևան եւ հակառակողությամբ կնի խփում է։ Ասում է, չէ, այդպիսի բան չկա։ Նոր սարքեր, նորագույն տեխնոլոգիաներ, հա, գյունատատի հեքիաթներն են։ Եվ ակնհայտ է, որ ես կարծում եմ, սա ավելի շուտ Ադրբեջանի նախագահի պահանջները մեր բանակի թվականակը կտրուկ կրճատելով ծառայության ժամանակը պայմանագրայինների թվականակը չի ավելանալու վստահաբար եմ ասում, որտեղ չկա սոցիալական փաթեթ, այսինքն չկա այն մոտիվացիան, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կուզենա դառնալ պայմանագրային զինծառայող, չէ՞։ Եվ այստեղ եթե թվականակը կրճատվում է եւ գալու է մի պահ, որ օրինակ նույն Փաշինյանը հրապարակավ ասել է, գիտեք, Ադրբեջանը ունի 100,000-անոց բանակ, մենք ունենք 15,000-անոց։ Եվ եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց մեր դեմ, մենք չենք կարող դիմագրավել։ Ուստի եւ պարտավոր ենք Ադրբեջանի նախագահի պահանջներին չանել, կյանքի կոչել եւ զիջել, այո։ Ուրեմն Հայաստանը մեծ հաշվով, օրինակ, մեր հարևան Ադրբեջանը ինչպես է տեսնում։ Այստեղ ոչ թե մենք պիտի նայենք, թե ինչպես ենք մենք ցանկանում եւ ինչ ենք ցանկանում, այլ մեզ մարտի դաշտում մեկ ճակատամարտ, բայց ոչ պատերազմը չի ավարտվել, մեկ ճակատամարտ հաղթած Ադրբեջանը ինչպեսի Հայաստան է տեսնում։ Շատ բնական է, ինքը տեսնում է ոչ սպառազեն, անպաշտպան, կամային ցածր որակներով երկրի ղեկավարություն, որը ընդհանրապես կարող է այս կամ այն ձևով սպասարկել Ադրբեջանի ազգային պետական շահը։ Եվ իր քայլերի ամբողջ տրամաբանությունը, այդ թվում նաև այդ 6 ամսով կրճատելը, այդ թվում նաև ժամանակին գումարով բանակից ազատվելը, ես դուրս եմ ասում, գումարով բանակից ազատվել պատերազմող երկրում, օրինակ նման որոշում կայացնում կամ նման առաջարկ անողին ուղղակի քրեական պատասխանատվության պետք է ենթարկել, իսկ պատգամավորներից մեկը ով արեց, դա քաղաք պայմանագրի անդամ է եւ Փաշինյանի երկար տարիների մտերիմ, այսինքն այդ անձը չէր կարող ինքնուրույն նման առաջարկ անել։ Ուղղակի իրենք չէին սպասում, որ դիմադրությունը իսկապես բավական լուրջ կլինի, հետ քայլ արեցին։ Բայց ընդամենը վաղ թե ուշ ձեզ վստահեցնում եմ, նախընտրական շոուի ժամանակ իրենք միգուցե այն մեծ գումարները, որը որ մարդը կարող է բանակից, հա, իր զավակին ազատել, այդ գումարների չափը մի փոքր իջեցնի կամ կրկնակի իջեցնի, որտեղ մարդիկ ասեն, հա, ենթադրենք ոչ թե ամբողջ տունս վաճառեն, որ զավակից ազատեն, այլ տանս կես են, մյուս կեսով գոնե ապրեն։
Իրենք տանում են դրան, իրականում սա Ադրբեջանի նախագահի պահանջներն են, որտեղ անտրամաբանական է, հակառակորդը զինվում է, տարածաշրջանը 5 րոպե պակաս վառոդի տակառ է, եւ դու քո ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը կրճատում ես։ Դա խաղաղության օրակարգ գոյություն չունի։ Կա կապիտուլյացիայի օրակարգ, կա այդպիսի օրակարգ կա, որը Ադրբեջանի կողմից պարտադրվում է Հայաստանին։ Փաշինյանը ինքը սպասարկում է Ադրբեջանի կապիտուլյացիոն օրակարգի այսօր նրանց պահանջներից մեկը։ Ընդ որում, ասեմ ձեզ, հետաքրքիր զուգադիպությամբ օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներն են հանդիպել մեր Գրիգորյան իր գոլեգայի հետ եւ Ադրբեջանի կողմից հերթական, ասենք, պահանջ է ներկայացվել Հայաստանի նկատմամբ։ Օրինակ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա արվում է, ասենք Ալմատի հռչակագրով, թեև այդ հռչակագրում սահմաններ չկա նշան, ինչեւ է ենթադրենք ինչ որ սահմաններով արվում է, չէ՞։ Իսկ այսօր ակնհայտ է, որ Ադրբեջանի զինուժը գտնվում է Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներում։ Ադրբեջանի ինչ պայման է դնում։ Ասում եմ, ես դուրս կգամ այդտեղից։ Եթե դուք ապահովեք 88-91 թվականին Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած ադրբեջանցիների վերադարձի, ապրելու, աշխատելու եւ անվտանգության, ուրեմն երաշխիքները։ Տվեք երաշխիքները, ես դուրս կգամ։ Հետաքրքիր չէ։ Եվ այստեղից հետևություն ձեզ վստահեցնում եմ, Ադրբեջանը երբեք խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագիր չի ստորագրի, որտեղ այդ պայմանագիրը ինքը լրացուցիչ պարտավորություններ է վերցնում իր վրա։ Իսկ եթե Ադրբեջանը ստանում է Հայաստանից այն ինչ ցանկանում է առանց պայմանագրի ստորագրման, ինչու պետք է ստորագրի պայմանագիր։ Ավասիկ տարածքներից դուրս գալը պայման է դնում, ասում են 300,000 դուրս է եկել, ընդ որում կեղծում է Ալիևը, որտեղ այս տարածքում 88-91 թվականին ու առավելագույն 100,000 ադրբեջանցի են ապրել, այստեղ դուրս են եկել։ Ընդ որում հիմա 300,000 թիվը, որ ասվում է, դա դուրս եկածներ իսլամ ժառանգները, վերջին հաշվով կարող է այդ թիվը, այսպես կլորիկ թիվ, ասենք 1 միլիոն կամ 1.5 միլիոն, ասի այսքան ժառանգներ ունի։ Հիմա նա պետք է վերադառնա Հայաստան։ Տվեք նրանց տարածք, ապրելու իրավունք, ժամանակին ունեցել են բնակարաններ, ապահովեք բնակարաններով, աշխատատեղով եւ անվտանգությունը բնականաբար դուք չեք կարող ապահովել եւ ես տարբեր միջազգային կառույցների կամ պետությունների կդիմեմ, մասնապես Թուրքիային, որոնք ապահովեն Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը։ Այսինքն, երբ որ Փաշինյանը ասում է խաղաղության օրակարգը ինքը սպասարկում, ոչ, ինքը սպասարկում է Ադրբեջանի կողմից մեզ պարտադրվող կապիտուլյացիայի օրակարգը եւ բանակի բյուջեի կրճատումը, ծառայության ժամկետի ուրեմն կրճատումը, Ադրբեջանի պահանջները, միջանցքի բացումը, այդ բոլորը կապիտուլյացիոն պայմանագրի էլեմենտներ են։ Հիմա էլեմենտներից մեկի մասին Փաշինյանը բարձրաձայնում է, բայց ինչպես միշտ գլխիվայր ներկայացնում է, որ դա ոչ թե ձախողում է պարտություն, այլ դա հաղթանակ է եւ բերում է խաղաղություն։ Ձեզ ասեմ 18 թվականից առաջով Փաշինյանը երկրի եւ անվտանգության եւ տնտեսության հետ կապված ինչ խոստում տվել է, ոչինչ չի արել։ Ինչու ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է հավատամ իրեն, որ հիմա խաղաղություն է գալիս։ Առավելս երբ որ իմ հարևանը զինվում է։ Չէ, անտրամաբանական է, հարևանը զինվում է, պահանջներ է դնում, իսկ դու ասում ես խաղաղություն, այդպեսի բան չկա։ Խաղաղությունը ընդհանրապես իր համար, օրինակ Վաշինգտոնից տարածած մի թղթի կտոր, որով ինքը իր համար քարոզչական հող պիտի նախապատրաստի մոտակա արտահերթ կամ հերթական ընտրություններում հաղթանակի համար ոչ ավել ոչ պակաս, բայց դրանից հետո կամ դրանից առաջ եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի նկատմամբ եւ մենք տարածքներ կորցրեցինք, իսկ այս պայդրությամբ իրավիճակը սա է, հա, եթե առավել պրագմատիկ գնահատենք, օրինակ ինչ է ասելու Փաշինյանը։ Ասել է մեր ժողովուրդը չկռվեց, մեր բանակը չկռվեց, ես ինչ մեղավոր եմ, հա, ես պատասխանատու եմ, բայց ես մեղավոր չեմ։ Վերջին հաշվով, երբ որ ինքը փակուղի մտնի, գիտեք ինչ է ասել, ընդ որում դրա մասին մի անգամ բարձրացան, ասել է, եթե ես սխալ եմ եւ իմ կողմից վարող քաղաքականություն սխալ է, բարի լինեք ինձ հանեք իշխանությունից, եթե չեք հանել, ուրեմն դուք գնահատում եք, որ ես ճիշտ եմ։ Ուրեմն բանակը ինքը անձնակազմ է, մասնագետներ, զենք, զինամթերք եւ բավարար գումար, որպեսզի բանակը պահի։ Զենք, զինամթերք եւ մասնագիտական պատրաստվածություն սովորաբար մինչեւ մարտի դաշտը գնահատվում է եւ փորձում է զորավարժություններով։ Հիմա գնահատենք 44 օրից հետո, երբ ադրբեջանական բանակը հսկայական կորուստներ ունեցավ, դրանից հետո սկսեց զինվել լրացուցիչ զորակոչ, այսինքն ինքը իր կորցրած անձնակազմի հետ տեխնիկան համալրում էր, բայց այդ բոլորը դեռևս պետք է փորձեին
որքանով են տիրապետում զենքին, որքանով են զորատեսակները կարողանում ներդաշնակված մարդ վարել, որքանով է հրամկազմը իր բարձրության վրա, ճիշտ է։ Իսկ դրա համար ինչ էր պետք, զորավարություն։ Հիմա գնահատում եմ 20 թվականի 44 օրից հետո Ադրբեջանը միջին հաշվով 10 մեծ զորավարժություններ արել այլ պետությունների հետ յուրաքանչյուր տարի։ Էլ չեմ ասում ներքին զորավարժությունները իր անձնակազմի, այո, հիմա որքան է արել Հայաստանը։ Արտաքին հետ 0, ներքին հետ մի 2-3 եւ լավագույն դեպքում Միացյալ Նահանգների ինչ որ ստորաբաժանանք, որտեղ մարդկանց ցույցերը ցրելու միջոցառումներ այդ զորավարժությունը եւ ոչ թե հայրենիքի սահմանները առավել ամուր պաշտպանելու, ճիշտ է։ Ուրեմն եթե դու չես անում զորավարժություններ, քո բանակը դու չես բերում բավարար չափով մարտական վիճակի, որտեղ նաեւ անձնակազմը կունենա բարձր մոտիվացիա։ Ընդ որում ասեմ ձեզ, Ադրբեջանի բանակի զորավարժությունը կեսից ավելին արվել է մարտական հրաձգությամբ։ Այսինքն մարտին առավել մոտ պայմաններում, որտեղ անձնակազմը նաեւ այլ հոգեվիճակով, պետք է լինի։ Հիմա Հայաստանը եթե չի արել, ոնց կարող են իրեն գնահատել, որ մեր զինված ուժերը ունակ են դիմագրավելու Ադրբեջանի հարձակմանը։ Ինչպես են ստուգել, նույնպես եմ գնահատում, ստուգման մի ճանապարհ կա, զորավարժությունը։ Գոնե մինչև մարտի դաշտ մտնելը։ Իսկ եթե դու զորավարժություն չես անում, ինչպես կարող ես ասել, որ ես մրցունակ եմ եւ ցանկացած ագրեսիա կարող եմ ուրեմն չեզոքացնել։ Եվս դա կեղծիք է, չէ՞։